Պատմության նախագիծ Թեմա վերածնունդի դարաշրջան Մասնակիցներ Էրիկ Աբգարյան, Ռաֆի Հարությունյան, Ստեփան Բաբայան, Գոռ Խաչատրյան, Վահան Պետրոսյան Ուսուցչուհի Դիանա Նազարյան Վերածննդի դարաշրջան Ռենեսանս Նոր ծագող մշակույթ և գիտություն Վերածնունդը մշակութային և գիտական զարթոնք էր, որը սկսվեց 14-րդ դարում Իտալիայում և տարածվեց Եվրոպայում։ Շեշտը դրվում էր անհատի արվեստի, գիտության և նորարարությունների վրա։ Վերածննդի բնորոշ գծերը Հումանիզմ Հին Հունաստանի և Հռոմի մշակութային վերածնունդը Գիտության զարգացումը և հայտնագործությունները Արվեստի վերելքը Վերածնունդի ազդեցությունը Նոր մտածելակերպ, որը ձևավորեց ժամանակակից Եվրոպան Գիտական հեղափոխության սկիզբ Արվեստի և մշակույթի տևական ազդեցություն Վերածննդի դարաշրջան Պատմական տեսանկյուն Վերածնունդը 14-17-րդ դարերում պատմության մեջ հայտնի է որպես մշակութային, գիտական և մտավոր զարթոնքի ժամանակաշրջան, որը սկսվեց Իտալիայում և աստիճանաբար տարածվեց ամբողջ Եվրոպայում։ Այս դարաշրջանը համարվում է միջնադարի ավարտն ու նոր դարաշրջանի ժամանակների սկիզբը։ Պատմական նախադարյաններ Վերածնունդը չէր կարող առաջանալ առանց մի շարք կարևոր պատմական իրադարձությունների, որոնք նախապատրաստեցին դրա սկիզբը։ Առաջին. Խաչկարած արշավանքները 11-13-րդ դարերում եվրոպացիները ծանոթացան արևելյան գիտության առևտրի նոր գաղափարներին։ Երկրորդ. Մեծ ժանտախտը 1347-1351 թվականներին Եվրոպայում բնակչության նվազումը բերեց տնտեսական և սոցիալական փոփոխությունների, մարդիկ սկսեցին կասկածի տակ դնել կրոնական դոգմանները, ինչին նպաստեց ազատ մտածողությունը։ Երրորդ. Կենտրոնացած պետության ձևավորմանը Ֆրանսիայում, Իտալիայում և Անգլիայի հզոր թագավորությունները ձևավորվեցին, ինչը նպաստեց ազգային ինքնության աճին։ Մետաքսի ճանապարհն ու առևտրի զարգացումը Առևտուրը մեծապես շարժեցավ, մասնավորապես Իտալիայի քաղաք-պետություններում (Վենետիկ, Ֆլորենցիա)։ Հնագույն գիտելիքները նորից հասանելի դարձան Եվրոպային արաբական և բյուզանդական աղբյուրների միջոցով։ Վերածննդի դարաշրջան պատմական համատեքստը վերածնունդ միայն մշակութային ու գիտական հեղափոխություններ էր, այլև քաղաքական, տնտեսական և սոցիալական խորքային փոփոխությունների ժամանակաշրջան։ Այս փոփոխությունները ազդեցին Եվրոպայի հետագա զարգացման վրա, նախապատրաստելով հումանիզմի, գիտական հեղափոխության, բարեփոխումների և մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանը։ Առաջին. Վերածնունդ ու քաղաքական զարգացումը Քաղաքավայրերում ֆեոդալական կարգերը և ձևավորվում էին ազգային պետությունները։ Միջնադարյան Եվրոպայում կազմակերպված էր բազմաթիվ ֆեոդալական իշխանություններ, սակայն Վերածննդի ժամանակաշրջանում սկսեց ձևավորվել հզոր ազգային պետություններ՝ Ֆրանսիա, Անգլիա և Իսպանիա, աստիճանաբար կենտրոնացած թագավորություններ։ Իտալիայում և Գերմանիայում դեռևս պահպանվեցին քաղաք-պետությունները, դիվանագիտությունը ու պետական կառավարումները զարգացան հիմնավորելով Մաքիավելլիի գաղափարների վրա։ Պատերազմներն ու քաղաքական կայունությունը Հարյուրամյա պատերազմը 1337-1453 թվականներին Անգլիա-Ֆրանսիա ավարտվեց հենց Վերածննդի սկզբին, նպաստելով Ֆրանսիայի ազգային վերելքին։ Ռեկոնեստանս Իսպանիայում 1492 թվական Մահմեդականների վտարումը և Իսպանիայի միավորումը Հռոմի կաթոլիկ եկեղեցու իշխանության նվազումը բողոքական բարեփոխումների և կրոնական պատերազմների պատճառ դարձավ 16-րդ դարում։ Մեծ աշխարհագրական հայտնագործություններ Վերածննդի դարաշրջանը հիմք դրեց աշխարհագրական մեծ հայտնագործություններին, որոնք
փոխեցին համաշխարհային տնտեսությունն ու քաղաքական հավասարակշռությունը։ 1492 թվականին Քրիստոֆոր Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան։ 1498 թվականին Վասկո դա Գաման հասավ Հնդկաստան, բացելով ծովային ճանապարհ Աֆրիկայի շուրջ։ 1519 թվականից 1522 թվականներին Մագելանի արշավախումբը կատարեց առաջին շուրջերկրյա նավագնացությունը։ Այս հայտնագործությունները Եվրոպային դարձրեցին համաշխարհային տնտեսության կենտրոն, քանի որ Ամերիկան, Աֆրիկան և Ասիան դարձան եվրոպական պետությունների գաղութային տարածքներ։ Վերածնունդը և եկեղեցին։ Կաթոլիկ եկեղեցու ազդեցության նվազումը։ Միջնադարում եկեղեցին ուներ գերիշխող դիրք Եվրոպայի քաղաքական և սոցիալական կյանքում։ Սակայն վերածննդի ժամանակ կրոնական դոգմանները սկսեցին վերանայվել։ Գիտական առաջընթացը հակասեց եկեղեցու ուսմունքներին։ Հումանիզմը կենտրոնացրեց ուշադրությունը մարդու անհատականության, ազատ մտքի և գիտելիքի վրա։ Բողոքական բարեփոխումներ 16-րդ դար 1517 թվական Մարտին Լյութերը հրապարակեց իր 95 թեզերը, որոնք քննադատում էին կաթոլիկ եկեղեցու գործելաոճը։ Պայքար սկսվեց բողոքականների և կաթոլիկ եկեղեցու միջև։ Հետագայում առաջացավ հակաբարեփոխումը, որի ընթացքում կաթոլիկ եկեղեցին փորձում էր վերականգնել իր ազդեցությունը։ Գիտության և տեխնոլոգիայի հեղափոխությունը, գրքի տարածումը, տպագրության զարգացումը թույլ տվեց տարածել նոր գաղափարներ։ Գիրքն ավելի հասանելի դարձավ հասարակության լայն շերտերին։ Սա նպաստեց կրթության ու գիտության հետազոտությունների տարածությանը։ Գիտական հայտնագործություններ Վերածննդի ժամանակաշրջանը բերեց արմատական փոփոխություններ գիտության մեջ։ Նիկոլայ Կոպեռնիկոս արևակենտրոն տեսություն, Գալիլեո Գալիլեյ աստղադիտակի օգտագործում, երկրակենտրոն համակարգի հերքում, Լեոնարդո դա Վինչի նորարարական տեխնոլոգիաների ու անատոմիայի ուսումնասիրություններ։ Վերածննդի ազդեցությունը ժամանակակից աշխարհում ժողովրդավարության հիմքերը ամրապնդում, ազատ մտածողությունը հիմք դրեց լուսավորության դարաշրջանին և հետագայում հեղափոխություններին։ Գիտական մեթոդի զարգացումը Վերածննդի գիտնականների աշխատանքը հիմք դրեց ժամանակակից ֆիզիկայի, աստղագիտական բժշկության զարգացմանը։ Արվեստի ու մշակույթի անզուգական ազդեցությունը Վերածննդի արվեստն ու ճարտարապետությունը մինչ օրս համարվում են մարդկության մշակութային գագաթնակետերից մեկը։ Գլոբալիզացիայի սկիզբը Եվրոպացիների նոր աշխարհների հայտնագործությունը ստեղծեց գլոբալ առևտրային ու քաղաքական կապեր, որոնք մինչ օրս ձևավորում են աշխարհակարգը։ Վերածնունդը տարբեր երկրներում Իտալիա Ֆլորենցիան դարձավ կենտրոն, շնորհիվ Մեդիչիների ազդեցության, արվեստի և ճարտարապետության վերելք։ Ֆրանսիա Թագավորական պալատները, շինարարական բուռն զարգացում, ֆրանսիական վերածննդի ձևավորումը իտալիական մշակութային ազդեցությամբ։ Գերմանիա Գուտենբերգի տպագրական մեքենայի հայտնագործումը մեծացրեց գրքի հասանելիությունը։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու քննադատությունը հանգեցրեց բողոքական բարեփոխումների։ Իսպանիա Վերածննդը ավելի շատ կրոնական բնույթ ուներ, քան գիտական կամ մշակութային։ 1492 թվականին Կոլումբոսի ճանապարհորդությունն
անես նոր աշխարհագրական դարաշրջանի սկիզբ, Անգլիա։ Վերածնունդն ավելի ուշ տարածվեց, հասանելով գագաթնակետին էլիզաբեթյան ժամանակաշրջանում։ Վերածնունդը կապող օղակներ միջնադարի և նոր ժամանակների միջև, որը տվեց ժամանակակից Եվրոպայի ձևավորման հիմնական հիմքերը։ Արվեստ և ճարտարապետություն Լեոնարդո դա Վինչի Մոնա Լիզա Վերջին ընթրիք Միքելանջելո Սիկստինյան կապելլա նկարազարդում Դավիթ Արձանը Ռաֆայել Աթենքի դպրոց Գիտության և հայտնագործության ներ Գիտունաբերի տպավորական մեքենայի հայտնագործումը Կոպեռնիկոսի արևելակենտրոն տեսությունը Գալիլեո Գալիլեյի աստղագիտական ուսումնասիրությունները Գրականություն Դանտե Ալիգիեի Աստվածային կատակերգություն Ուիլյամ Շեքսպիր Համլետ Ռոմեո և Ջուլիետ Մաքիավելլի Իշխան Եզրակացություն Վերածնունդը ոչ միայն արվեստի ու գիտության վերածնունդն էր, այլ գաղափարական, քաղաքական, տնտեսական ու հասարակական հեղափոխությունների ժամանակաշրջան, որը վերափոխեց Եվրոպան և ձևավորեց ժամանակակից աշխարհը։